Լուսավոր Հայաստան կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը գրում է. «Երեկ առավոտյան հրապարակված իմ գրառումից հետո Փաշինյանը այնուամենայնիվ արձագանք է Ալիևին, որը օգտագործել էր Զանգեզուրի միջանցք արտահայտությունը նաև ՄԱԿ-ի ամբիոնից։ Ինչ են պայմանավորվել Փաշինյանը եւ Ալիևը, եթե անգամ տերմինների շուրջ կա բանավեճ։ Բնականաբար լինելու է բանավեճ նաև բովանդակության վերաբերյալ, որովհետեւ Ալիևի ընկալմամբ նա միջանցք է ստացել, իսկ Փաշինյանի ընկալումները ոչ մեկի համար պարզ չեն։ Եվ այդ անհամաձայնությունները մեր ժողովրդին ներկայացվում ու վաճառվում են որպես հաղթանակ եւ հաստատված խաղաղություն։ Կարճ ասած, Փաշինյանը ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարեց, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունների շուրջ կոնսենսուս չկա։ Այժմ, քանի որ Հայաստանի դեմս Փաշինյանի չի ստացել անվտանգության երաշխիքներ եւ չի պահանջել ստեղծել անվտանգության ապահովման ու վեճերի կարգավորման մեխանիզմներ, իսկ փաստացի առկա է ֆունդամենտալ խնդիր, նա պարտավոր է զանգահարել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին։ Կարծես թե հայտարարվել էր, որ դա է խնդիրների լուծման միակ միջոցը։ Վերջերս ինչ-որ մեկը գլուխ էր գովում, որ Թրամփի WhatsApp-ի համարը ունեք։ Բա զանգիր, հենց WhatsApp-ով էլ զանգիր, եզրափակել է Մարուքյանը։